Վահանաձև գեղձի չարորակ ուռուցքները շատ դեպքերում կարող են ընթանալ առանց որևէ գանգատի, հատկապես երբ գոյացության չափսերը չեն գերազանցում 2 սանտիմետրը։ Վահանաձև գեղձի բարորակ և չարորակ գոյացությունների, անդառնալի հետևանքների և վաղ փուլում հայտնաբերելու բանաձևի մասին ենք բժշկի մոտ զրուցել Իզմիլյան բժշկական կենտրոնի բժիշկ էնդոկրինոլոգ Սոնա Մանասարյանի հետ։ Այո, քաղցկեղը ցավոք սրտի այսօր շատ տարածված խնդիր է, վահանաձև գեղձի քաղցկեղը, եւ շատ հաճախակ ենք սկսել արդեն առնչվել այդ խնդրի հետ։ Իհարկե խոսենք նախ տեսակների մասին, քանի տեսակ են լինում վահանաձև գեղձի քաղցկեղը։ Լինում են 4 տեսակի, հիմնական 4 տեսակներն են։ Պապիլյար կարցինոման է լինում, ֆոլիկուլյար կարցինոմա, մեդուլյար կարցինոմա եւ անապլաստիկ կարցինոմա, որը չտարբերակված տեսակն է։ Իհարկե առավել հաճախ եկեք խոսենք ինչը որ հանդիպում է, դա պապիլյար կարցինոմաներն է, որը մոտավորապես մի 80% դեպքերում հանդիպում ենք հենց այդ տեսակի կարցինոման։ Ինքն իրենից ներկայացնում է առավել դանդաղ աճ ունեցող ուռուցք եւ ինքը առավել բարվորակ է, քան մնացած այլ տեսակները։ Չնայած ֆոլիկուլարն էլ է ինքը ավելի բարվորակ եւ ավելի դանդաղ ընթացքով, բայց պապիլյարից իհարկե մի քիչ առավել արագ է զարգանում։ Իսկ ինչպես է օրգանիզմը ահազանգում, որ առերեսվում ենք նման պաթոլոգիայի հետ։ Ցավոք սրտի գրեթե ոչ մի գանգատ չի առաջացնում։ Հիմնականում նման դեպքերը մենք առավել հաճախ հանդիպում ենք պատահական, այսինքն ուլտրաձայնային հետազոտության արդյունքում տեսնում ենք, որ կա խնդիր։ Եվ իհարկե պացիենտները պետք է ավելի զգոն լինեն, երբ որ ունենում են իրենք հանգույց, պետք է հասկանան, որ այդ հանգույցը ունի դինամիկ հսկողության կարիք։ Եվ գոնե 6 ամիսը մեկ անցնեն սոնոգրաֆիիկ հսկողություն, որպեսզի կարողանան հասկանալ այդ հանգույցը աճում է թե ոչ։ Եվ աճելու դեպքում, եթե ունենում ենք 1 սանտիմետր եւ ավել տրամագծով հանգույց, ապա ցանկալի է իհարկե կատարել բարակասեղային ասպիրացիոն պունկցիոն բիոպսիա, որպեսզի ժխտենք իրար չարվորակ լինելը։ Եվ իհարկե կարող է նաև լինել փոքր ավելի հանգույց, որը որ սոնոգրաֆիստը ասի, որ դուրս չի գալիս այդ հանգույցը եւ նույնպես կարիք ունենա պունկցիայի։ Իսկ որպես այդպիսին ախտանիշներ, որոնք օրինակ, եթե սոնոգրաֆիայի չես դիմում, սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում չի բացահայտվում, կան որևէ ախտանիշներ, որոնք թեկուզ արդեն պաթոլոգիայի զարգացման փուլում ի հայտ են գալիս։ Որոշակի կարող են լինել, դե եթե օրինակ ունեցել են հանգույց չեն իմացել, եւ այդ հանգույցը լինի ավելի մեծ չափերի 1 սանտիմետրից մեծ չափերով եւ տեղակայումը լինի այնպեսին, որ սեղմի որոշակի չափով կերակրափողին, շնչափողին, ապա այդ ժամանակ կարող ենք ունենալ կլմանակտի որոշակի խանգարումներ, կարան լինեն պարանոցի ցավի տեսքով, բայց էլի շատ հազվագյուտ հանդիպող է, ձայնի խրպոտություն կարող են ունենալ, այդ ամենը կարող է ոչ թե պարտադիր խոսել քաղցկեղի մասին, այլ ինչ-որ խնդրի վահանաձև գեղձի մասով, այսինքն երբ որ նման գանգատներ ունենում են, պացիենտին իհարկե խորհուրդ է տրվում, որ գոնե գնան հետազոտվեն, գոնե էլեմենտար սոնոգրաֆիա արվի, որ հասկացվի այնտեղ ինչ-որ խնդիր ունեն, թե ոչ։ Բժշկուհի, ինչպես հասկանալ հանգույցը չարորակ է, թե բարորակ։ Պատասխանը միայն կտա բարակասեղային ասպիրացիոն պունկցիոն բիոպսիան, որովհետև սոնոգրաֆիան դա 100%-անոց հետազոտության մեթոդ չի, ոչ էլ մեր ինչ-որ հորմոնալ հետազոտությունները, որ մենք իրականացնում ենք, եւ միայն պունկցիան է, որ տալիս է 100%-անոց ճշգրտություն տվյալ հիվանդության հետ կապված։ Հանգույցի որ չափից արդեն ցուցվում է ըստ էության բիոպսիայի անհրաժեշտություն։ 1 սանտիմետր եւ ավել տրամագիծ ունեցող հանգույցները։ Սակայն նորից եմ ասում, եթե հանկարծակի մենք ունենանք սոնոգրաֆիկ այնպիսի պատկեր, անգամ միլիմետր փոքրիկ հանգույցի վերաբերյալ ունենանք այնպիսի սոնոգրաֆիկ պատկեր, անհարթ եզրեր, ունենանք մեջը կալցիֆիկատ, այնպիսի օրիենտացիա լինի հանգույցը, որ դուրս չգա, ապա իհարկե այդ ժամանակ էլ ենք մենք ուղարկում բիոպսիայի։ Բժշկուհի, առհասարակ արդեն 21-րդ դարում, երբ խոսում ենք քաղցկեղի մասին, ի տարբերություն նախորդ շրջանների, այլևս քաղցկեղը որպես դատավճիռ չի ընկալվում։ Այս դեպքում ինչպես է բուժվում քաղցկեղը, արդյոք բուժելի է։
Այո, բուժելի է, բուժումը հիմնականում վիրահատական է, նման քաղցկեղի, իհարկե մենք խոսում ենք պապիլար կարցինոմայի մասին, որովհետև այն մնացած բոլոր տեսակները համեմատ պապիլար կարցինոմայի մի քիչ ընթացքը այլ է, բայց պապիլար կարցինոման ինքը առավել բարվորակ է, այսինքն եթե ժամանակին ճիշտ ախտորոշվել է, իհարկե այդ ժամանակ մենք կարող ենք իրականացնել սոնոգրաֆիայով եւ բիոպսիայի հիման վրա արդեն վիրահատություն եւ արդեն վիրահատական տակտիկան կորոշի էնդոկրին վիրաբույժը, այսինքն տեղի կունենա ամբողջական վահանաձև գեղձի հեռացում թե մասնակի եւ արդեն դրանից ելնելով դա համարում ենք որպես բուժում տվյալ, այսինքն քաղցկեղի բուժումը վիրահատական եւ 99% դեպքերում մենք ունենում ենք միայն եւ միայն լավացումներ։ Բժշկուհի առհասարակ ձեր պացիենտները, մեր քաղաքացիները, եթե չի լինում, հա, որևէ, այսպես ասած, ախտանիշներ, ահազանգեր, չեն դիմում բժշկի, արդյոք դա ճիշտ է։ Ոչ, միանշանակ ոչ, որովհետև երբ լինում է նման ախտորոշում, խոսքը իհարկե քաղցկեղի մասին է եւ առհասարակ կարող է քաղցկեղ չլինել, բայց մեծ հանգույց լինել, որը որ նորից վիրահատման ենթակա հանգույց է լինում։ Այդ դեպքերում միանշանակ վիրահատությունից հետո անհրաժեշտ է կապը պահել էնդոկրինոլոգի հետ, այսինքն պացիենտը պետք է ընտրի իր համար էնդոկրինոլոգ, ում նա կվստահի եւ ամբողջ կյանքի ընթացքում կլինի իր հսկողության տակ, որովհետեւ երբ կատարվում է վիրահատությունը, առավել եւս եթե խոսքը գնում է տոտալ թիրեատեկտոմիայի մասին, այսինքն ամբողջական վահանաձև գեղձի հեռացման, այդ ժամանակ մենք ունենում ենք փոխարինիչ թերապիայի կարիք, որը որ բնականաբար պետք է նշանակի բժիշկ էնդոկրինոլոգը։ Կարող է սկսել էնդոկրին վիրաբույժը, բայց հետո էնդոկրին վիրաբույժը պետք է ուղղորդի էնդոկրինոլոգի մոտ, որպեսզի հետագա տակտիկան ընթացքը, դոզավորումը, ինչ դոզայով դեղորայքն ընդունի, արդեն թերապևտիկ մասով զբաղվի էնդոկրինոլոգը, որպեսզի պացիենտը այլ նման խնդիրներ չունենա, որովհետև վահանաձև գեղձը քաջ արդեն բոլորին հայտնի է, որ ինքը փոքրիկ գեղձ լինելով մարդու օրգանիզմում, բայց կապված է բոլոր տեսակի օրգան համակարգերի հետ եւ պահպանելով իրան ճիշտ ձևով մենք իհարկե խուսափում ենք այլ տհաճ խնդիրներից։ Բժշկուհի, իսկ կրկնվելու ռիսկը որքան է։ Իրականում եթե հեռացվել է, եթե օրինակի համար չի կատարվել մասնակի հեռացում, ամբողջական մենք չունենք էլ ոչ մի ռիսկի ինչ-որ մի բան, բայց այո, ռիսկի գործոն չկա, բայց եթե կատարվել է մասնակի եւ այն մյուս հատվածում, որը որ հեռացված չի, այնտեղ էլ կան հանգույցներ, պետք է պարտադիր դինամիկ հսկել, որպեսզի հանկարծ այդ հանգույցներն էլ չգնան դեպի չարվրակացում։ Դրա համար դա արդեն էնդոկրին վիրաբույժներն են ընտրում եւ իհարկե եթե ամբողջ վահանաձև գեղձը ողողված է հանգույցներով, որոնցից մեկն էլ քաղցկեղածին է, բնականաբար կատարվում է ամբողջական հեռացում։ Կան նպաստող գործոններ կամ ընդհանուր պաթոլոգիաներ, որոնք նպաստում են վահանաձև գեղձի հանգույցի առաջացմանը։ Կարող է լինել, այո, ժառանգական ֆակտորը, որպես այդպիսին, աուտոիմուն հիվանդությունը, վահանաձև գեղձի Հաշիմոտոյի հիվանդությունը նույնպես որոշակի չափով գրականությունում նկարագրվում է, որ այո, կարող է ոչ թե հանգեցնել, այլ ոնց որ ինքն է մի քիչ դրդապատճառ հանդիսանա։ Ճառագայթումները, որոնք որ կապված են էլի մեծ ռիսկ են առաջացնում, եւ երևի թե հիմնական այդքանը, որտեվ լիարժեք հետազոտված չի, որպեսզի կարողանամ ինչ-որ տվյալներ տալ, որ այ հստակ այսինչ բանից հետո առաջանում է։ Եվ իհարկե անամնեզում, եթե արդեն ունեցել են, պետք է ասում եմ, եթե էլի հանգույցներ կան, հսկողությունը միշտ պարտադիր պահեն, եթե ամբողջական չի հեռացվել։ Բժշկուհի, դուք զրույցի սկզբում նշեցիք, որ հիմնականում վահանաձև գեղձի քաղցկեղը ի հայտ է գալիս արդեն զարգացման փուլում եւ անախտանիշ է։ Հարցս հետեւյալն է, եթե օրինակ պացիենտը հղիանում է եւ հղիության ընթացքում, արդեն հետազոտությունների ընթացքում պարզ է դառնում, որ պացիենտը նաև առերեսվել է վահանաձև գեղձի, հա, պաթոլոգիայի հետ, այս դեպքում որն է լուծումը։ Ունեցել եմ շատ նման պացիենտներ, այդ ժամանակ իհարկե խոսում ենք էլի պապիլար կարցինոմայի մասին, ամբողջ հղիության ընթացքում հսկում ենք սոնոգրաֆիկ, որպեսզի չափսերը հասկանանք եւ կարեւորը նաեւ ավշահանգույցների ներգրավվածությունը նման process-ում, եւ իհարկե շատ դեպքերում մեկը իմ օրինակից իմ փորձից ասեմ, իմ հղիները շատ նորմալ, իրենց 9 ամիսը հղիությունը ունեցել են եւ դրանից հետո նոր երբ բալիկին ունեցել են, անցել է մի որոշ ժամանակ, նոր վիրահատվել են։ Իսկ բալիկին մեխանիկորեն փոխանցվում է։
Ոչ, մեխանիկորեն ինքը չի փոխանցվում, որովհետև ամբողջ շղիության ընթացքում կատարվում է նաև հորմոնալ ֆոնի հետազոտությունը, որպեսզի հասկանանք ունենք հիպոթիրեոզ զուգահեռ թե չունենք։ Եթե ունենք նմանատիպ խնդիր, իհարկե փոխարինիչ թերապիայով կարողանում ենք այնպես անել, որպեսզի մենք այդ խնդիրը լուծենք։ Քաղցկեղը իհարկե դե չի փոխանցվում, բայց դե ունենալով նման խնդիր հանգույց կարող է վահանաձև գեղձը այսպես բառերով ասեմ, մի քիչ խեղճացած լինի, առավել եւս հղիության ժամանակ մի քիչ ավելի ինքը ընկճվում է, եւ այդ ժամանակ իհարկե պետք է միայն դինամիկ հսկողություն, թե սոնոգրաֆիստի կողմից, թե բժիշկ էնդոկրինոլոգի։ Բժշկուհի, իսկ պարանոցի շրջանում փոքր հանգույցը որքանով է վտանգավոր, որքանով է ահազանգ։ Մեծ մասամբ ինքը վտանգավոր չի, բայց նորից եմ ասում կախված նրանից, թե այդ հանգույցը ինչ տեղակայում ունի, ինչ եզրեր ունի, ինչ արյունամատակարարում ունի, կալցիֆիկատ ունի, չունի, այսինքն կախված այդ ամեն ինչից արդեն հասկանում ենք, որովհետև կարող է լինի մի հատ հանգույց, ինքը լինի շատ փոքր հանգույց, առաջին հայացքից թվա, որ ինքը շատ ոչ մի խնդիր չառաջացնող է, բայց հենց ինքը լինի ուռուցք իրանից ներկայացնող, այսինքն լինի չարվորակ։ Եվ դրա համար իհարկե, երբ որ նման հանգույց ունենում ենք եւ փորձառու սոնոգրաֆիստը տեսնում է դա եւ նկատում է, որ նրա դուրը դա չի գալիս, իհարկե պունկցիա ենք անում եւ հաստատում կամ ժխտում ենք նման պաթոլոգիան։ Եվ վերջում հաշվի առնելով, որ ըստ էության պաթոլոգիան առավել հաճախ հայտ է գալիս սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում, կուզենամ նաև մեր հետևորդներին, ձեր պացիենտներին, որպես մասնագետ հուշեք, թե ինչ պարբերությամբ պետք է առհասարակ սոնոգրաֆիկ հետազոտություն իրականացնել, որպեսզի հնարավորինս խուսափենք կամ գոնե պաթոլոգիայի վաղ փուլում կանխենք, այո։ Ես միանշանակ խորհուրդ եմ տալիս, որ եթե չկա խնդիր, գոնե տարին մեկ անգամ անցնեն սոնոգրաֆիկ հետազոտություն։ Եվ դա ոչ միայն վահանաձև գեղձին է վերաբերվում, այլ ամբողջ օրգան համակարգերին։ Եթե ունեն արդեն իսկ հանգույց, նրանք գիտեն, որ վահանաձև գեղձում կա խնդիր, իհարկե 6 ամիսը մեկ ցանկալի է, որպեսզի դինամիկ հսկողություն կատարենք, այդ հանգույցը տեսնենք չափսերով մեծանում է թե ոչ, որպեսզի հասկանանք հետագա կարիքը կա թե չկա, այսինքն բաց չթողնենք այն պահը, որ հանկարծակի այդ հանգույցը չվերածվի ինչ-որ այլ խնդրի։ Շնորհակալ եմ բժշկուհի, շնորհակալ եմ ձեր խիտ գրաֆիկից մեզ ժամանակ տրամադրելու եւ այսչափ կարեւոր հարցի շուրջ մասնագիտական դիտարկումների համար։ Ձեզ եմ շնորհակալ։